Բարեձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Եվ այսպես մեկնարկեց առաջիկա համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը, վերջին ոչ լրիվ շաբաթը, մինչև ուրբաթ քարոզչություն, հետո մեկ լռության օր եւ քվեարկություն։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության տեխնացու Վազգեն Սաֆարյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալություն ասեմ, որ ընդունեցիք հրավերը, հատկապես այսօր, գիտեմ այսօր շատ զբաղված օր եք, հա, վաղը մայիսի 1-ն է եւ ըստ էության պիտի մայիս 1-յան տոնակատարություն, այսպես ասենք, կոմունիստների համար լինելու է, հա, ինչ։ Այո, անպայման, շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք եւ օգտվելով առիթից ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, որ վաղը ժամը 12-ին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հավաքվելու ենք մենք եւ երթով, շքերթով իջնելու ենք մինչեւ Ստեփան Շահումյանի հրապարակ, այնտեղ միտինգ կանցկացնենք եւ կխոսենք այն մասին, թե ինչպես հայ ժողովուրդը, հայ աշխատավորությունը իր պատրաստակամությունը պիտի միշտ հայտնի աշխատավորության համերաշխության միջազգային օրվա խորհրդին եւ դրանով իսկ պայքարենք, որ Հայաստանում լինեն աշխատատեղեր, լինի աշխատանքի մարդու փառաբանմանը նվիրված քաղաքականություն եւ այս ամենի մասին վաղը։ Եվ շատերը կլինեն, որ կհիշեն անցած գնացած մայիս 1-յան տոնակատարությունները, ճոխ շքերթները, հա, վաղվա շքերթը ճոխ կլինի, թե կարծում եմ, որ կլինի ճոխ, որովհետեւ վաղուց մենք չնայած անցած տարի էլ շքերթ ենք կազմակերպել եւ էլի Ստեփան Շահումյանի արձանի հարակից տարածքում միտինգ ենք արել, բայց կարծում եմ, որ սա քանի որ նախընտրական այսպես շքերթ է լինելու եւ պիտի որ ժողովուրդը ցանկանա իմանալ թե ինչ են մտածում այսօր կոմունիստները։ Իդեպ ասեմ, որ սա արհմյութենական շարժում է, սա պարզապես որ որևէ մի քաղաքական ուժ այս ուղղությամբ աշխատանքներ չի տանում, կոմունիստները հավատարիմ մնալով իրենց ավանդույթին Դե մայիսի 1 ասելով հիմնականում կոմունիստական մայիս 1-յան շքերթներն են հիշում եւ ընդ որում խորհրդային ժամանակներում բավական այսպես փայլ կար, հա, գույն կար, չգիտեմ, ճոխություն կար այդ շքերթների մեջ, դե կոմունիստական կուսակցությունը իշխանությանն էր, հիմա լիբերալներն են իշխանության, իրենց շքերթներն ավելի ճոխ են ստացվում, քան կոմունիստերին, հա։ Իրենց շքերթները ավելի շատ նախընտրական շքերթներ են, բայց մեր շքերթը դա ուղղակի ավելի բազմամարդ կլինի, կարծում եմ, եւ այն գաղափարները, որ մենք վաղը մատուցելու ենք մեր ժողովրդին, դա համամարտկային արժեքների մասին է լինելու խոսքը, մարդուն աշխատանքով ապահովելու, գաղափարի մասին ենք խոսելու, սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու, անհրաժեշտության մասին, որ մարդն ունենալու է։ Եկեք առանձին, որոնք որ կարևորում եք ձեր ծրագրից անդրադառնանք, հա, փոփոխություններ սահմանադրության մեջ ասելով կոնկրետ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը սոցիալական պետություն է ըստ սահմանադրության։ Սակայն սոցիալական պետությանը ոչ հարիր սոցիալ-տնտեսական քաղաքականություն է տարվում։ Մարդիկ հիվանդանում են եւ առողջապահական հիմնարկներից ըստ էության չեն կարողանում օգտվել, որովհետեւ ծառայությունների մի զգալի մաս վճարովի է, ճիշտ է կա նաեւ պետական, ասենք, հատվածը, որը որոշակի թեթևացնում է մարդկանց վիճակը, բայց այնուամենայնիվ այդ վճարովի բուժ համակարգ եւ վճարովի այսպես ծառայություններ, դրանք մեր կարծիքով անհամատեղելի հասկացություններ են։ Մարդու առողջության խնդիրը չի կարող դառնալ սակարկման կամ այսպես ծառայություն որպես դիտվի։ Բուժօգնությունը պետք է լինի բժշկական օգնություն, այլ ոչ թե սպասարկում։ Սա սկզբունքորեն տարբերվում է։ Հետո կրթության հետ կապված հարցերը։ Այսօր կրթությունը վճարովի է, որակյալ կրթությունը ոչ մատչելի է շատերի համար։ Եվ մենք գտնում ենք, որ պիտի գոնե կրթության եւ առողջապահության համակարգերը լինեն մատչելի եւ սա լինի պետության հոգացության ներքո։ Բայց որ ամենակարևորն է աշխատանքի մասին, սահմանադրության մեջ նորմը հռչակում է, որ յուրաքանչյուր մարդ ունի աշխատանք ընտրելու ազատություն։ Խորհրդային համակարգում աշխատանքի մասին հստակ գրված էր, որ մարդն ունի աշխատանքի իրավունք։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած մարդ կարող է դիմել տեղական իշխանությանը, ասելով, որ ինքը աշխատանք է ցանկանում, ըստ նրա ունակությունների, մասնագիտական որակների եւ կարողությունների նրան աշխատանք էր մատուցում։ Եթե նա ուզում էր բանվոր աշխատել, չուներ համապատասխան կրթվածություն, նրան
ուղղակի գործարաններին կից գործում են պրոֆտեխ ուսումնարաններ, այնտեղ սովորում էր, հետո աշխատում էր, վճարվում էր։ Համաձայն եմ, աշխատանքի մասով այն որ յուրաքանչյուր մարդ պիտի ունենա իրավունքը աշխատանք փնտրելու, գտնելու, աշխատելու, վաստակելու, կոմունիստական իշխանության տարիներին կարծես թե լուծված էր։ Եվ նույնիսկ որևէ մեկը որ ազատազրկման վայրից էր գալիս, նրան շատ երկար չէին թողնում, այսպես, հա, աշխատանք, անպայման աշխատանք, ինչ որ նույնիսկ նպաստում էին, օգնում էին ինչ որ աշխատանքի տեղավորվելու հարցում։ Ինչ մնում է բուժօգնության եւ կրթության հարցերին, իհարկե հրճակված էր անվճար լինելը, բայց թե որ ասենք անվճար էր առանձնապես անվճարել չէր, էլի։ Չէ, գիտեք, ես ձեզ հետ համաձայն չեմ այն առումով, որ եթե մարդը շտապ բերվում էր հիվանդանոց, նրան անմիջապես վիրահատում էին եւ չէին սակարկում։ Թե այսքան արժի մեր ծառայությունը։ Կարող է վիրահատությունից կամ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո մարդը շնորհակալություն հայտներ, դա շնորհակալություն հայտնող մաղարիչանող ազգ թողնված էր մարդու, այսպես ասած, ցանկությանը եւ հակումներին, բայց դա պարտադիր չէր, եւ մարդը ինքն էր այդ, ասենք, իր շնորհակալությունը գնում եւ հայտնում։ Հիմա էլ երբ ինչ որ մեկը քեզ մի լավ ծառայություն կամ բարի ինչ որ մի խորհուրդ է տալիս, անպայման ուզում է շնորհակալություն հայտնացնես, թեկուզ ջերմ խոսքերով, ասես որ շնորհակալ եմ ձեր ուղղորդիչ խոսքի համար կամ ձեր օգնության համար։ Լավ, ձեր ծրագրի ամենաառանցքային դրույթներից մեկը, հա, սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումներն են։ Այո։ Ինչ ենք հասկանում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումներ ասելով, այսինքն վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունավետական հզորությունները, հա, ես սա հարցնում եմ նաև որպես հայրենական արտադրողների միության ղեկավար։ Դուք ճիշտ եք նկատում, մեր առանցքային, այսպես հիմնադրույթները նախընտրական ծրագրի վերաբերում են Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր։ Հայաստանը այսօր ցավոք սրտի դարձել է սպառող երկիր, դա խոսում է այն մասին, որ մենք 41 միլիարդ դոլարի ուրիշի ապրանքներ ենք ներմուծում եւ արտահանում ենք սեփական արտադրության ապրանքներ 1 միլիարդ 330 միլիոն դոլարի չափով եւ բացասական է հաշվեկշիռը 2.8 միլիարդ դոլարի չափով, սա խոսում է այն մասին, որ մենք սպառող երկիր ենք, այլ ոչ արտադրող։ Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միության 15 հանրապետություններից 4-ի մեջ էր, որոնք ավելի շատ արտահանում էին, քան ներ էին մուծում։ Հիմա ճիշտ հակառակն է մեզ մոտ, եւ մենք գտնում ենք, որ այո, Հայաստանում պետք է արդյունաբերությունը համարվի որպես առաջատար ուղղություն, գերակա ուղղություն, եւ եթե մեզ հաջողվի հայտնվել ազգային ժողովում, առաջին իսկ օրենքը, որը պիտի մենք նախաձեռնենք, դա լինելու է արդյունաբերության վերականգնման մասին օրենքի ընդունումը։ Սա Ռուսաստանի։ Ես պիտի ասնեի վերականգնել նկատի ունենք նախկին արտադրական հզորությունները, չէ՞ օրենքը նոր ճյուղեր ժամանակները փոխվել են, չգիտեմ, կամ այն ժամանակ ունեինք մենք որոշակի հզոր արտադրական հզորություններ կային, բայց այդ ամեն ինչը սովետական միության տնտեսական կառուցվածքի մեջ էր եւ հիմա դա վերականգնել, չգիտեմ, ինչքանով իրականացնել։ Ուրեմն ձեր հարցադրումը տեղին է, վերականգնել բառը չի վերաբերում խոսք նրան, որ բոլորը մեխանիկորեն պետք է վերականգնվեն, այլ մենք վերականգնել բառի մեջ հասկանում ենք, որ պետք է արդյունաբերությունը վերականգնի իր տեղը համախառն ներքին արդյունքում։ Եթե խորհրդային ժամանակ 88 թվականի համախառն ներքին արդյունքը 13.5 միլիարդ ռուբլուն համարժեք էր, որն այսօրվա 20 միլիարդ դոլարից ավելի է, դրա մեջ 67.5%-ը արդյունաբերության մասնաբաժինն էր։ Հիմա ինձ դուք հարցնում եք, իսկ որ ուղղություններ արդյունաբերության պետք է զարգանան։ Այո, որովհետև այն ժամանակ կային մեծ խորհրդային երկիր կար, ուներ ինչ պահանջարկները եւ այդ երկիրը կողմնորոշվում էր, հա, որտեղ ինչ արտադրության ինչ տեսակ զարգացնել, արտահանել, ինչպես վաճառել, ինչպես իրացնել, այսինքն մի համակարգ էր, որ լավ վատ գործում էր։ Հիմա չկա այդ խորհրդային միությունը, հիմա այդքան մեծ ներդրումների անհրաժեշտություն կա, այդ ներդրումները որտեղից պիտի լինեն, ներդրողներին էլ բիզնես միջավայր է պետք, այդ բիզնես միջավայրը ոնց պիտի լինի։ Ուրեմն ասենք մեր մոտեցումները այս հարցի վերաբերյալ։ Ուրեմն առաջինը պետք է մենք հենվենք մեր հանքահումքային արդյունաբերության վրա։ Հիմա էլ հենված ենք էլի։ Մենք հիմա հենված ենք, բայց մենք հանքահումքային արդյունաբերությունը այսպես կիսաֆաբրիկատների արտահանման գործառույթն է իրականացնում։ Երբ որ մենք, ասենք, անցած տարի արտահանել ենք 127.700 տոննա պղնձի խտանյութ, որի մեջ, ասենք, պղնձի պարունակությունը 26-ից 28% է, մենք կարծում ենք, որ պետք է կառուցվի ձուլարան, ստանալ, ասենք, պղնձի վերջնական արդյունքը, սկզբնական շրջանում, ասենք, սև պղինձ, որի մեջ 99.2%-ն է պղնձի պարունակությունը, ապա դա զտել եւ ստանալ մաքուր պղինձ, այսինքն կաթոդային պղինձ, որը կգնա էլեկտրոտեխնիկայի զարգացման համար,
հիմք կհանդիսանա, կաբելային արտադրությունը կզարգանա, մեքենաշինությունը, սարքաշինությունը եւ այլն։ Սա մի ուղղություն, որը ներքին կոոպերացիայի միջոցով կարող այս ոլորտը գունավոր մետալուրգիայի հենքի վրա։ Մի ուղղության համար անհրաժեշտ ներդրումների պակաս, միջավայրի, շուկաների։ Ուրեմն ասենք, որ այսօր պղնձի, մաքուր պղնձի, կաթոդային պղնձի գինը $8,000-10,000 սահմաններում է նայած տարի, այս պահին $8,000-ից ավելի է, իսկ մենք վաճառում ենք պղնձի պարունակությունը խտանյութի մեջ $2,000 սահմաններում, ուրեմն մենք պիտի արտահանենք արդեն մաքուր պղինձ, եւ այսօրվա մեր հնարավորությունները միայն քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրած խտանյութի վրա մենք կարող ենք 35,000 տոննա սև պղինձ ստանալ։ Սա արդեն բավականին լուրջ ներդրում է։ Բացի դա մենք Ալավերդիում ունենք պղնձաձուլարան այնտեղ կա, սև պղինձ են արտադրում եւ 8,876 տոննա անցած տարի արտահանվել է, բայց դրա մեջ բավականին շատ ոսկի, պլատին, արծաթ եւ այլ թանկարժեք մետաղներ սև պղնձի պարունակության մեջ արտահանվում են, երբ որ դա կարելի է զտել եւ ստանալ, ասենք, այդ թանկարժեք մետաղները տեղական նշանակության համար, տեղական, ասենք, տնտեսության մեջ օգտագործելու համար։ Բացի դա թեղուտի հանքավայրի շահագործումով 2014 թվականին 60,000 տոննա պղնձի խտանյութ կգնա ձուլարան, Ալավերդու ձուլարան, եւ 2015-ին նախատեսվում է 90,000 տոննա, բացի այդ դրամբոնից է բերվում 25,000 տոննայի չափով, ուրեմն այդ ձուլարանը ի վիճակի չի լինի արդեն քաջարանից այնտեղ տեղափոխող որոշակի խտանյութը, որը ասենք 20% իրենց արտադրանքի ուղարկում են այնտեղ վերամշակման համար։ Ուրեմն երկու ձուլարաններ եւ բացի դա զտարան պետք է լինի, որը կկորզի, ասենք, նաեւ թանկարժեք մետաղները եւ հիմք կհանդիսանա գունավոր մետալուրգիայի զարգացման։ Հաջորդ ուղղությունը սև մետալուրգիայի զարգացումն է։ Մենք ունենք Աբովյանի հանքավայրը, Սվարանցի հանքավայրը, ու ես Հրազդանի հանքավայրի մասին չեմ խոսում, որտեղ այնտեղ էկոլոգիական խնդիրներ կան եւ իրոք լուրջ խնդիրներ կան, բայց մենք կարող ենք զարգացնել նոր ուղղություն, դա սև մետալուրգիայի զարգացումն է, որը կլինի խորհրդային տարիներին մենք 1 միլիոն տոննա սև մետաղ ենք օգտագործել մեր մեքենաշինության, մեր սարքաշինության ոլորտում, սա իհարկե այս քանակությունը այսօր դրա կարիքը չի զգացվելու, բայց աստիճանաբար մենք կարողանանք այս ուղղությունը նույնպես մեր տնտեսության հիմնական ճյուղը դարձնել։ Ինչ վերաբերում այն միջոցներին, որտեղից դրանք պետք է հայթայթել։ Ուրեմն հայթայթման ճանապարհները մի քանիսն են։ Առաջինը մեր տնտեսության մեջ կա ստվերայնություն։ Այսօրվա տնտեսության մեջ եւ դա 65%-ից ավելին է, դա իշխանություններն էլ չեն թաքցնում, եւ այսօր մեր հարկերի եւ համախառը ներքին արդյունքի հարաբերությունը 17 ու 35% է, երբ որ նորմալ, ասենք, մեր տիպի երկրներում 25%-ից պակաս չի կարող լինել։ Այս դեպքում մենք կարող ենք այդ ստվերային տնտեսության չհարկված մասը, որը չի գալիս բյուջե, այդ արդյունավետ եւ օպտիմալ հարկային քաղաքականություն վարելու պարագայում մենք կարող ենք այստեղից գումարներ ունենալ այս ոլորտը զարգացնելու համար։ Բացի դա միջպետական վարկերով կարելի է պետությունը պետք է միջպետական վարկեր վերցնի տնտեսության հիմնական ճյուղում ներդնելու համար։ Մենք $500 միլիոն ռուսական վարկը երբ մենք ստացանք, դրա զգալի մասը դրվեց հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ որոշակի այլ ուղղություններում։ Երբ համաշխարհային ճգնաժամերը աշխարհում տնտեսական ճգնաժամեր ենք մենք տեսնում, նկատում ենք, թե ինչպես այդ երկրները նախ խթանում են իրենց սպառումը եւ երկրորդը օգնում են իրենց տեղական արտադրության այս կամ այն ոլորտը զարգացնելու եւ բարձրացնելու։ Մյուս հարցը, մենք այս վերջին 10 տարիների ընթացքում $35 միլիարդ ապրանքներ ենք ներմուծել, ուրիշի արտադրած ապրանքներ։ Երբ որ դրա, ասենք, որոշակի մասը պետությունը ներմուծել, մեծացավ առևտրի մասին է խոսքը։ Լավ, մինչև դրան հասնել է, ավարտենք, հա, այս ինչից խոսքը։ Բացի դա, ես ասեմ քիմիական արտոնաբերության մասին։ Ներողություն, հանքահումքայինի մասով բացի դա, մենք խոսենք հանքահումքայինի ոչ մետաղական արտադրության, ոչ մետաղական հանքահումքային։ Խոսենք, բայց հիմա այն ինչ որ նկարագրեցիք դուք, հա, այսքան ներդրումներ կանենք, ճանապարհն ասում եք, բայց արդեն 20 տարի կոմունիստական տերմինաբանությամբ ասած, հա, արտադրության միջոցներն ու գործիքները վաղուց արդեն պետության ձեռքին չեն։ Այդ ծեր ասած հանքերը ամեն ինչը ունեն սեփականատերեր, ում հանքերու մեջ եք պատրաստվում ներդրումներ անել, գործարան կառուցել, արտահանել եւ այլն, որ պետությունը գրեթե մասնակցություն չունի, չէ, արդեն չունի եւ մարդու իրավունքները սեփականության իրավունք է իր հանքն է ինքը շահագործում է։ Ուրեմն այս խնդիրը լուծված է արդեն
որտեղ պետությունը որդեգրել է նոր հայեցակարգ, որտեղ պետություն մասնավոր գործընկերությունը դարձել է որպես գործիքակազմ։ Այսօր շատ տնտեսվարող սուբյեկտներ մեծ ցանկություն ունեն պետության հետ համագործակցելու, ստանալու պետության ներդրումները եւ իրենց բաժնեմասը տալու պետությանը։ Սա արդեն այսօրվա իրողություն է եւ դա կարելի է զարգացնել եւ պետք է զարգացնել, պետությունը պետք է իր մասնաբաժինը ունենա եւ այս գործիքակազմը արդեն գործում է։ Սա ճանապարհներից մեկն է։ Մյուսը, ինչ վերաբերում է ոչ մետաղական հանքավայրերին, մենք ունենք տխուր օրինակներ, ասենք Արագածի Պերլիտի գործարանը 1997 թվականին այն սեփականաշնորհվել է եւ ինչ որ ամերիկացիներ գնել են, ըստ որում ըստ ստացած իրենց արտոնագրին դրանք պետք է տարեկան 1.200.000 տոննա պերլիտ մշակեին, ստանային ֆիլտրեր եւ դա վաճառեին ռուսական եւ ուկրաինական շուկայում, որը այնտեղի քիմիական եւ սննդի արտոնաբերության մեջ մեծ պահանջարկ ունի։ Փակել են այդ գործարանը, չի աշխատում եւ դրա փոխարեն թուրքական եւ հունական կամ գուցե իտալական պերլիտներից պատրաստված ֆիլտրերը զբաղեցնում են այդ շուկաները, մեր տեղն են զբաղեցնում։ Հիմա պետք է պետությունը համաձայն կոնցեսիոն պայմանագրի կանչի եւ ասի, եղբայր, դու սեփականաշնորհել ես, վերցրել ես այս գործարանը, բայց չես օգտագործում։ Իսկ 32-րդ կետը կոնցեսիոն պայմանագրի իրավունք է տալիս պետությանը վերանայելու այդ պայմանագրերը եւ այդպիսի շատ պայմանագրեր կան, որոնք կարիք ունեն լուրջ ուսումնասիրության եւ վերանայման։ Ինչ վերաբերվում է մեր հանքերին, ապա մեր օրենսդրությամբ ընդերքը պատկանում է ժողովրդին։ Շահագործման իրավունքն է տրված այս կամ այն ձեռնարկության։ Սրանք երկու, բայց այդ եկամուտները ժողովրդին չի դնում։ Սա երկու լուրջ հարցեր են, որտեղ ընդերքի տերը դա ժողովուրդն է, միայն շահագործման իրավունքն է տրված այս կամ այն կազմակերպությանը եւ շահագործման իրավունքը նայել եկամուտները տնօրինում են։ Եկամուտները տնօրինում են, իհարկե տնօրինում են, բայց պետությունը կարող է օրենք ընդունել, ասել, որ մենք օրենքով պայման ենք դնում, որ դուք պետք է ոչ թե 26-ից 28%-անոց հումք արտահանեք, այլ պետք է արտահանեք 90%-ից ոչ պակաս։ Այս դեպքում նրանք պիտի մտածեն կոոպերացիոն ինչ-որ կապեր ստեղծեն միմյանց հետ ստեղծելու այդ ձուլարանը, բայց պետությունը այստեղ ինքը պետք է նախաձեռնի եւ ինքը պետք է դառնա այդ ձուլարան կառուցողների գլխավոր դերակատարը։ Իսկ մասնավորները կարող են մասնակցել, կարող են նաեւ ուրիշ ֆիրմաներ մասնակցել, բայց պետության դերակատարությունը այստեղ շատ կարեւոր է։ Ինչ որ դուք ասում եք, տեղական արտադրություն խթանել արտահանմանը, հա, այդ բալանսը փոխել, եթե հիմա ավելի շատ ներմուծում ենք, հիմա ավելի շատ պետք է արտահանել եւ այլն, կառավարությունն էլ, հա, այդ նույն մասի բաների մասին խոսում է, հրճակում է, այսօր խոսում է խթանել տեղական արտադրությունը, նույնիսկ արտահանման ուղղված ռազմավարություն թե հայեցակարգ մշակվեց, հա, հրճակվեց եւ այլն։ Այսինքն սա այն է, ինչ որ կառավարությունն ուզում է անել։ Այդ ամեն ինչ որ կառավարությունը այսօր անում է, դա նաև մեր երկարատև հասարակական կարծիքի ձևավորման գործընթացում ձևավորված գործառույթ է, որն այսօր կարծես թե դարձել է հայեցակարգ, բայց դա բավարար չէ։ Մենք կարծում ենք, որ այս հայեցակարգը պետք է զարգացվի եւ դառնա օրենք։ Այդպիսի օրենք ընդունվեց Ամերիկայում մեծ ճգնաժամից հետո 29-33 թվականին, երբ Ամերիկայի ժամանակվա պրեզիդենտը Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ընդունեց այդ օրենքը, բացի այդ ապահովագրությունների դաշնային կորպորացիան ընդունեցին այսպիսի օրենքներ եւ բացի դա 1890 թվականին Շերմանի օրենքը եւ այլն, սրանք քայլեր էին, որ կատարվեցին եւ դրանից հետո Ամերիկան դարձավ ինդուստրիալ երկիր։ Այսօր մենք նույնպես կանգնած ենք հետ ճգնաժամային շրջանում եւ կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը, որը պետք է մի շարք այլ օրենքներում փոփոխություններ անի հարկային օրենսդրության մեջ, վարկային, բանկային եւ այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ կլինեն, որոնք կնպաստեն տեղական արդյունաբերության զարգացմանը։ Մենք այն կարծիքին ենք, որ սա իրատեսական է եւ Ռուսաստանի պետական դուման էլ երկար ժամանակ այդ փնտրտուքի մեջ է եւ նրանց մոտ էլ այսօր 1-2 այդպիսի նախագծեր կան արդյունաբերության վերականգնման եւ կարծում եմ, որ մեզ կհաջողվի նրանց հետ որոշակի, ասենք, կոնսուլտացիաների եւ որոշակի
փորձի փոխանակման ճանապարհով ստանալ որոշակի ուղղություններ եւ այդ օրենք անցկացնել։ Լավ, դառնանք էլի ընտրություններին, հա, այս անգամ ընտրությունները ցես համար ինչ-որ տարբերվող են, առանձնահատուկ են։ Իհարկե տարբերվող են, մենք այնքանով է մեզ համար լավ, որ երկու կոմունիստական կուսակցություններ միասին են մասնակցում, սա արդեն ամենաառաջին ազգային ժողովում միասին էիք, հետո բաժան այո, ճիշտ եք նկատում, երբ մենք միասին էինք, մենք հզոր էինք եւ 95 թվականին 12%-ով Կոմկուսը պարլամենտում էր, հետո 99 թվականին հանգամանքների բերումով մենք անջատ գնացինք, ՀԿԿ-ն ստացավ 12.4, մենք 2.49, հետո 2003 թվականին արդեն նրանք 2.1, մենք 2.06% եւ այսպես հասկանալով, որ անջատ գնալը դա այսօր չի արդարացվում եւ մենք որոշեցինք, որ պետք է գնալ միասնական, այսպես ցուցակով ու որոշեցինք այսպիսի տակտիկա ընտրել եւ կարծում եմ, որ ժողովուրդը դա ճիշտ է ընկալում եւ մեր հանդիպումների ժամանակ իրենք ասում են, որ դա վաղուց պետք է արվեր եւ գոհունակություն են հայտնում մեր այս քայլի վերաբերյալ։ Որ ասում եք ժողովուրդը, անկեղծորեն ասած, հիմա մեր ժողովրդի մեջ կոնե մի 10% կա, որ կոմունիստ է կամ կոմունիստական գաղափարախոսությանը այսպես շարունակում է հավատարիմ մնալ կամ համախոհ է։ Գիտեք ինչ, երբ մենք հանդիպում ենք հատկապես գյուղական շրջաններում ու երբ տեսնում ենք, ասենք, այդ համենապատկերին գյուղի, ասում ենք, այս վերջի 22 տարում մի որևէ նոր շենք, որևէ մի գյուղացի, խոսքը շարքային գյուղացու մասին է, կառուցել եք մի նոր տուն։ Ասում են, մենք սկի մեր բաները չենք վերանորոգել, ինչ թե մնաց նոր տներ կառուցել։ Ասում ենք, բայց այդ դեպքում ինչպիսի հիշողություններ ունեք կոմունիստական ձեր անցյալի մասին, շատ ջերմ են արտահայտվում, մեզ մեղադրում են նրանում, որ ինչու իշխանություն այդքան հեշտ հանձնեցիք, ինչու մեզ թողեցիք այսպես մենակ մեր խնդիրների հետ։ Մենք էլ նրանց բացատրում ենք, ասում ենք, հələ հիշեք 88 թվականը, այդ ալիքը, որ գալիս էր, այդ անկախության այդ շունչը, որ գալիս էր եւ բոլորդ մտածում եք, որ բավական է, որ մենք ստանանք այդ անկախությունը, բավական է, որ մարդուն տան տնտեսական ազատություն ու նա ամեն ինչի կհասնի, կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ։ Մի քանի մարդիկ կարողացան տեր կանգնել ազգային ունեցվածքին, այդ հավաստագրերով սեփականաշնորհման 2 միլիոն հավաստագրեր բաժանվեցին 100,000 մարդու մեջ, նրանք այս կամ այն ճանապարհով այդ հավաստագրերը ձեռք բերեցին եւ տեր կանգնեցին ազգային ունեցվածքի 60%-ին։ Տեղի ունեցավ ազգային ունեցվածքի վերաբաժանում, որին հետևեց արդյունաբերական ձեռնարկությունների փոշիացումը, մետաղի ջարդոնի տակ շատ գործարաններից, ասենք, հաստոցներ արտահանվեցին եւ այլն, բայց ի պատիվ մեր շատ արտադրողների, որոնք նաեւ մեր միության անդամներ են, նրանք պահպանել են այդ գործարանները, հիմնական միջոցները եւ սպասում են, ասենք, հարմար պահի, երբ տնտեսական ինտեգրացիոն կապերը Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հետ կբացվեն, իսկ դրա հույսը մենք տեսնում ենք, որովհետեւ Հայաստանը մասնակցել է վերջերս կնքված ազատ առևտրի համաձայնագրին, բացի դա մենք հաջորդ քայլը տեսնում ենք Եվրազեսի շրջանակներում լայն ինտեգրացիա, միասնական տնտեսական տարածքի շրջանակներում համագործակցում, իհարկե դրանք կհետևի նաև միասնական մաքսային, ասենք, համակարգում ընդգրկվելը, որը մի քիչ ավելի ուշ կարող է լինել, այս ամենը կնպաստի կորսված տնտեսական կապերի, արդյունաբերական տնտեսական կապերի վերականգնմանը, դա իհարկե հետագայում, բայց մենք հիմնական մեր շեշտադրումները դնում ենք տեղական հումքի տեղական ռեսուրսների վրա արդյունաբերության վերականգնում։ Լավ, բավարար ժողովուրդը այդպես ասում եք, հիշում է կոմունիստական ժամանակները, երբ որ իր հնարավորություն ուներ սեփական տունը կառուցելու, շենք կառուցելու, հիմա տունն էլ հնարավոր չի կարողանում, հա, վերանորոգել եւ այլն։ Չար լեզուները սոցիոլոգների բերանով ինչ են այդպես թվեր ասում։ Ես սոցիոլոգիային անկեղծ ասած չեմ հավատում, որովհետեւ դա ոչ թե այսպես ուղղված է մեր ժողովրդի խնդիրները լուծելու, նրանք որպես քաղ տեխնոլոգներ նպաստում են ժողովրդին ապակողմնորոշելու ավելի շատ եւ իսկ ժողովրդի մեջ էլ կա այսպիսի մի մտայնություն, այս կուսակցության ձայները կարծես թե, ասենք, ավելի շատ են, մենք մեր ձայնը նրանց տանք, որպեսզի մենք հաղթողների մեջ լինենք, բայց ի վերջո պարտվողների մեջ են հայտնվում, որովհետեւ սա չարդարացված տեխնոլոգիա է մեր կարծիքով եւ ես մեր ժողովրդին ուղղակի կոչ եմ անում չհավատալ այդ կեղծ սոցիոլոգիային, սոցիոլոգիան դա պատվերով գիտություն է, ու գիտություն էլ չի, դա ընդհանրապես տեխնոլոգիա է, եւ գնալ ձեր խղճով, ձեր համոզմունքով, ձեր անցած ճանապարհի
գնահատականով կատարեք ձեր ընտրությունը, իսկ արդյունքները կերևան եւ դուք ինքներդ էլ կզարմանաք, չեք զարմանա, այսինքն կզգաք, որ դուք ճիշտ ընտրություն եք կատարել։ Սա է ճիշտ ճանապարհը, թե չէ ամենաճիշտ սոցիոլոգիան դա ընտրությունն է։ Ավարտենք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսքանը երկրի հարցը ծրագիրներ եթերում ես զրուցում էի առաջադիմական Միացյալ Կոմունիստական Կուսակցության նախագահ եւ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության համավաստական ցուցակով ազգային ժողովի падգամավորության տեխնացու Վազգեն Սաֆարյանի հետ։ Լավ մնացեք։